Պարզ ձեզ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճում է, բայց դրա աճի տեմպը ընկել է, այս եւ հարակից այլ թեմաների մասին զրուցելու ենք տնտեսագետ Ամբերտ վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի հետ։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ, որ եկել եք։ Ուզում եմ դրականից սկսենք, հետո տնտեսությանը կանդրադառնանք։ Պետական ոլորտում միջին աշխատավարձը 204,000 դրամ, մասնավորում 293,000 կա մեծ տարբերություն, բայց ամեն դեպքում երկուսն էլ աճում են։ Միաժամանակ գնաճը արդեն մինուս նշանով է, այսինքն գնանկում ունենք։ Հայաստանի գների խնդիրը կարող ենք լուծված համարել այս պայդրությամբ։ Գների եւ մարդկանց գնողունակության։ Իրական բավական կարևոր հարց եք բարձրացնում։ Ինչու որտեվ այո, աշխատավարձի աճի տեմպը շարունակվում է, գնաճը ընկել է, բայց կենսապայմանների, կենսամակարդակի խնդիրները ամեն դեպքում կարծում շարունակում են արդիական մնալ։ Ինչու որովհետև այս աշխատավարձի աճը հավասարաչափ չէ։ Նախ մենք այս աշխատավարձի աճի մեջ ունենք ավելացած նոր աշխատողների աշխատավարձի ցուցանիշը, որը ներառվել է հաշվարկում եւ էականորեն բարձրացրել է ցուցանիշը։ Խոսքը շուրջ 10-15,000-ով ավելացած ոչ ռեզիդենտ աշխատողներն են, որոնք մեր տնտեսությունում ավելացել են եւ վերջինիս միջին աշխատավարձերը 1-ից 2 միլիոն դրամի մակարդակում է գնահատվում։ Բնականաբար 10-ից 15,000 1-ից 2 միլիոն աշխատավարձը անմիջապես միջին ցուցանիշը վերահրել։ Այսինքն եկել են ռուս ՏՏ մասնագետներ, իրենք ստանում են բարձր աշխատավարձեր եւ միջին երբ որ հաշվարկում են, դրանց հաշվին բարձրանում է։ Այո, միջին աշխատավարձը դրա նաև այդ թվում այդ գործոնի շնորհիվ բարձրացել է։ Մյուս կողմից մենք ունենք իրավիճակ, երբ օրինակ գյուղատնտեսության ոլորտը 2 տարի շարունակ նվազում է։ Ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտի խնդիրները գրեթե վերջին տասնամյակին են բնորոշ, հիմնականում 15 թվականից ենք մենք տեսնում նվազող ցուցանիշներ, բայց ամեն դեպքում սա եւս ակտուալ խնդիր է, այսինքն մարդկանց իրական եկամուտները այստեղ չեն աճել եւ միաժամանակ գների որոշակի աճ է տեղի ունեցել։ Մյուս կողմից գների նվազումը տեղի է ունեցել մի կողմից ներմուծվող ապրանքների, մյուս կողմից սեզոնային գյուղմթերքի գործոնով պայմանավորված, ընդ որում հաշվի առնելով նախորդ տարվա բարձր բազան։ Նախորդ տարի մենք գյուղատնտեսությունում լուրջ խնդիրներ ունեինք, որի պատճառով գյուղմթերքների շատ բարձր գներ ձևավորվեցին, աննախադեպ մեր տնտեսության համար։ Իսկ երաշտային տարիներ թանկացել էին։ Այո, բնակլիմայական խնդիրներ կային։ Տարին, եթե չեմ սխալվում, ավելի ուշ սկսվեց գյուղատնտեսական տարին, քան պետք է սկսվեր, այսինքն բավականին հետ ընկավ, եւ դրա պատճառով էականորեն բարձր գներ ձևավորվեցին։ Հիմա այս տարին որոշակիորեն ավելի մոտ էր բնականon տարվան, գները որոշակիորեն նվազեցին, բայց շարունակում են մնալ, հա, օրինակ 20 թվականից բարձր մակարդակում, 19-ից բարձր, 21-ից բարձր մակարդակում։ Այսինքն մենք տեսնում ենք մի երևույթ, երբ գները բարձրացել են ու ըստ էության պահպանվել են այդ բարձր մակարդակներում եւ այո, երբ մենք հիմա 12 ամսյա գնաճի ցուցանիշը դիտարկում ենք, այո, դա դեֆլյացիոն երևույթներ, գնանկումային երևույթներ են նկատվում, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, որ դա նաև անցյալ տարվա բազայի գործոնն է, գները շարունակում են բարձր մակարդակում պահպանվել, միաժամանակ ծառայությունների գնաճը շարունակվում է, այսինքն ծառայություններում մենք դեռ ունենք մոտ 4% աճող գներ, ընդ որում նաև նախորդ տարվա աճի նկատմամբ, այսինքն ասել, որ գնաճային ֆոնը ամբողջությամբ հաղթահարվել է, դա ճիշտ չի լինի, ու նաև սա է պատճառը, որ կենտրոնական բանկը չի շտապում կտրուկ քայլերով նվազեցնել։ Իհարկե կենտրոնական բանկի գործիքակազմում կա ավելի կտրուկ նվազեցնելու հնարավորություն, դա դիսկրետ որոշում է, բայց ավելի զգուշավոր է գտնվում կենտրոնական բանկի խորհուրդը եւ նաև իրենք հաղորդակցում են սա, որ պատճառը դեռևս պահպանվող պահանջարկի գնաճային ճնշումներն են եւ ինչ որտեղ գուցե գնանկումային երևույթները իրենք առանձին գործոններով են, նաև այս բազայի գործոնով են պայմանավորվում։ Աշխատավարձի թեման եթե շարունակենք, տեսեք, մի բան է Երևանի աշխատավարձը, մի բան է մարզի աշխատավարձը, թվերը երբ որ նայում ենք, 22 թվականի որպես ամբողջական տարվա թվերն եմ ներկայացնում, Երևանում աշխատավարձերը եղել են 266,000, Սյունիքում, որ մշտական ավելի բարձր է լինում հանքարդյունաբերության հետ կապված 304,000 ամսական աշխատավարձ, իսկ մյուս մարզերում հիմնականում 130-ից 160,000 դրամ, ինչը բավական ցածր է, միջինից անհամեմատ ցածր է, ինքը ֆիզիկական իմաստով էլ բավական ցածր է, ինչու։
Սա հենց այն երևույթն է, որի մասին խոսում ենք, այսինքն աճը մեր մոտ անհամաչափ է բաշխված։ Մենք տեսնում ենք, որ նոր ընկերություններ են բացվում, նոր տնտեսություններ են բացվում Երևանում։ Մենք տեսնում ենք, որ ֆինանսական հատվածը, որը ամբողջությամբ բնականաբար, հա, այստեղ շահույթ ստեղծող մասը կենտրոնացած է գլխամասային մասը ֆինանսական հատվածի կենտրոնացած է Երևանում եւ բնականաբար աշխատուժի մեծ մասն է Երևանում կենտրոնացած, հետեւաբար եւ ֆինանսական ոլորտը էական աշխատավարձերի աճը ապահովել անցյալ տարի, պայմանավորված գեներացված լրացուցիչ շահույթներով, եկամուտներով եւ այս ֆոնի Երևանում աճը ավելի արագ է։ Ինչ վերաբերում է մարզերին, Երևանը ոչ միայն առաջ է, այլև ավելի է առաջ ընկնում։ Այո, նաև այս ճեղքը խորանում է, եւ սա ընդհանուր է մեր տնտեսության բավականին լուրջ հիմնախնդրի մասին է խոսում, որը տարածքային անհամաչափ բաշխվածությունն է, տնտեսության մոտ 60%-ը Երևանում է կենտրոնացած, մարզերում ըստ էության մենք ունենք առանձին արդյունաբերական ձեռնարկություններ, գյուղատնտեսությունն է մարզերում եւ պետական հատվածն է նաև շարունակում էական վճարող լինել աշխատավարձերի մարզերում, հա, մնացած հատվածը տնտեսության, որը գիտենք մեծ մասը 60%-ը մեր տնտեսության ծառայություններն են, դրա մեծ մասը բնականաբար Երևանում է կենտրոնացած ու այն ոլորտները, որոնք տեսնում են այս դրական շոկի Ռուսաստանից այցելուների ներհոսքի, կապիտալի ներհոսքի ազդեցությունները, հիմնականում Երևանում են կենտրոնացած։ Եվ դա է պատճառը, որ այս բաշխումը նման կերպ անհամաչափ է դառնում։ Ես ավելին ասեմ, այն խնդիրները, որոնց մեր իրական հատվածն է առերեսվում, ոչ տնտեսական գործոններով պայմանավորված, այլ մեր տարածաշրջանային գործոնով, մեր այսպես անվտանգային խնդիրներով, դրանց նորից մարզերի բնակիչներն են առերեսվում տնտեսական առումով, որովհետև օրինակ երբ սոտքի հանքավայրի գործունեության հետ կապված խնդիրներ է լինում, դա մարզերին է վերաբերում, հա, բնականաբար մարզերի աշխատողներին։ Այո, մարդկանց, ովքեր աշխատում են Գեղարքունիքի մարզում եւ մարդկանց, ովքեր աշխատում են Արարատի մարզում այդ հումքը վերամշակելու համար։ Նույն կերպ Թեղուտի հանքավայրը, հա, նույն կերպ երբ լոգիստիկ խնդիրներ են առաջանում Վերին Լարսում, նորից հիմնականում մարզային աշխատուժը մարզում ստեղծված արդյունքն է դրանից տուժում եւ մարզում զբաղված աշխատողներն են տուժում, որովհետեւ սա գյուղմթերքի արտադրություն եւ վերամշակում է, որը ամբողջությամբ նորից մարզերում է։ Այսինքն մենք այս խնդիրը իրականում ունենք տարածքային անհամաչափ բաշխվածության եւ սա խորանում է, բայց ավելի վատ նորությունն նա է, որ իրականում նաեւ տնտեսագետները չունեն դեղատոմսեր, թե ինչպես վարվել սրա հետ, հա, սա մի իրողություն է, որը ստեղծվել է եւ այստեղ տարբեր կարծիքներ կան, որ օրինակ պետքա ավելի շատ ներդնել մարզերում, ավելի մեծ ռեսուրսներ ծախսել մարզերում եւ այլն, բայց կա նաեւ դրա հակափաստարկները, բազմաթիվ օրինակներ, երբ այս ներդրումները ուղղակի փոշիացել են, որովհետեւ այդ մարզերը ոչ գրավիչ են եղել տնտեսական գործունեության համար։ Այսինքն այստեղ բավականին բարդ տնային աշխատանք ունենք մենք, մեր պետությունը, կառավարությունը, քաղաքականությունը, մշակողները, որովհետև պետք է գտնենք այն ճիշտ դեղատոմսերը, որոնք հնարավորություն կտան տարածքային բաշխվածության այս մեր խնդիրները լուծել։ Տնտեսության մասին, տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին, ճիշտ է, նշեցի, որ աճում է, բայց տեմպը նվազում է, օրինակները բերեմ թվերը, որ դիտարկում էինք, օրինակ մայիսը նախորդ տարվա մայիսի նկատմամբ 13.6 է եղել աճը, հետո իջել է 6.8 եւ հուլիսին 6։ Այսինքն դանդաղում ունենք, ինչի հետ կապված։ Բացատրությունը պարզ է, սա ամբողջությամբ բազային էֆեկտի դրսևորում է, որովհետև մենք անցյալ տարի աճի կտրուկ արագացում ունեցանք, հատկապես եկող ծառայություններից, եւ երբ մենք հասնում ենք համեմատման այն բազային աճի ցուցանիշ հաշվարկելու համար, որը ընդգրկում է այդ շոկի ժամանակահատվածը, արդեն դա պետք է նվազի, որովհետև տնտեսությունում պատկերացրեք մենք այսպես բնականon գնում էինք, մի հատ sense վերելք ենք ունեցել, որից հետո նորից շարունակել ենք այսպես գնալ եւ աճի ցուցանիշները այդտեղ նման հեղաթյուրված դինամիկա են արտացոլում, հա, այսինքն մեր տնտեսությունը շարունակում է իր այս բարձր արտադրության մակարդակով գործել, բայց աճի ցուցանիշները նվազում են։ Միաժամանակ պետք է նշել, որ այն ոլորտը, որը դեռ նվազման միտումներ ցույց չի տալիս, դա շինարարությունն է, ինչու որովհետև եթե օրինակ ծառայությունները արտաքին շոկի հետևանք էին, մեծամասամբ ծառայությունների բարձր աճը, ապա շինարարությունը մեր ներքին գործոնն է ավելի շատ եւ մեր հատկապես անշարժ գույքի ոլորտում է բնակելի բնակարանների շինարարությունը, որը խթանվում է
պետության կողմից իրականացվող քաղաքականությամբ հիպոթեկի վերադարձի եւ դրա համար սահմանված վերջնաժամկետով։ Այդ գործոնը այս ոլորտը խթանում է եւ կարծես թե առաջիկա հորիզոնում ինքը պահպանվելու է, որտեղ անզեն աչքով էլ տեսանելի է, որ քաղաքում բնակարանային շինարարության բում է տեղի ունենում։ Բայց կենտրոնական բանկն էլ այնտեղ վտանգներ է տեսնում, որովհետեւ բնակարանները շատ են ու հիպոթեկներն շատացել են։ Կարողանանք դրա տակից դուրս գալ, այս վտանգը որն է։ Կենտրոնական բանկի տեսած խնդիրը գների գերարժևորումն էր, այսինքն ԿԲ-ի գնահատումները ցույց էին տվել, որ անշարժ գույքը մոտ 20%-ով ավելի թանկ է, քան պետք է լիներ, օրինակ, եթե այն միայն պայմանավորված լիներ բնակչության եկամուտներով, այսինքն անշարժ գույքի գները շատ ավելի արագ են աճում, քան բնակչության եկամուտները, բայց որովհետեւ մարդիկ գիտեն, որ տոկոսը իրենք չեն վճարում, այսպես ասած։ Այո, եւ նաեւ այս պետության կողմից խթանման քաղաքականությունը, ինչպես նաեւ այս ընդհանուր վարքագիծը, իհարկե դրա վերաբերյալ կոպիտ բնորոշումներ կան տնտեսագիտությունում, դրանք չեմ հնչեցնի, բայց ընդհանուր էս համընդհանուր վարքագիծը, որը վարակի պես տարածվում է մարդկանց եւ անշարժ գույքը ոչ միայն իր բուն սպառման նպատակով ձեռք բերողներն են մտնում շուկա, այլ նաեւ որպես բիզնես նպատակով ձեռք բերողները, սա գերտաքացում է առաջացնում շուկայում, կարծում սա իրականում անխուսափելի էր հաշվի առնելով այս միտումները, հա։ Այսինքն մենք նման իրավիճակ ունենք, երբ որոշակի գերտաքացման միտումներ կան, սովորաբար սրանց հաջորդում է գների որոշակի ճշգրտումը, եթե մենք գերտաքացում ունենք, ապա ի վերջո գները պետք է ճշգրտվեն, բայց հաշվի առնելով ճշգրտումը մեր լեզվով կլինի նվազում։ Գների նվազում, բայց ինչու ճշգրտում, այլ ոչ թե նվազում, որովհետև ինքը նորմալից բարձր էր եւ պետք է գա իր բնականon իրավիճակին։ Դրա համար դա որակենք որպես ճշգրտում, այսինքն արդարացի գնի ձևավորում, ոչ գերարժևորված գնի։ Այս առումով, բայց մենք ունենք արտածին գործոն, այդ կառավարության միջամտությունն է եւ այս վերադարձի քաղաքականությունն է, հետեւաբար առաջին 2 տարում կարծես թե նման ճշգրտումը իր ամբողջ այսպես պոտենցիալով տեղի դժվար թե ունենա։ Կարծես թե ճշգրտումը տեղափոխվում է դեպի 25-26 թվականներ այդ ժամանակահատվածը։ Պետք է միանգամից է լինելու, կարող է այդտեղ ինչ-որ պայթյունային ինչ-որ բան տեղի ունենալ։ Սովորաբար դա աստիճանաբար է տեղի ունենում, պայթյունները տեղի ունենում են դեպքում, երբ կանգնում է ֆինանսավորման աղբյուրը, օրինակ 2008-9 թվականին ֆինանսավորման աղբյուրը արտաքին էր եւ այն ամբողջությամբ կանգնեց։ Հիմա ֆինանսավորման աղբյուրը ավելի շատ ներքին է, որովհետեւ մեր դրսի այցելուները, այո, դրսի այցելուները փոքր մաս են կազմում մեր ուրեմն այս ընդհանուր անշարժ գույքի բումի։ Եթե նայենք նաև կադաստրի կոմիտեի վիճակագրությունը, ապա այստեղ շատ փոքր թվեր են ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված անշարժ գույքի հետ կապված։ Հետևաբար սա ներքին պահանջարկով քարշվող բում է եւ ներքին պահանջարկի աղբյուրները դժվար թե միանգամից կանգ առնեն, որտեղ այստեղ նաև պետության ֆինանսավորումն է։ Հետևաբար նման կտրուկ նվազում հազիվ թե տեղի ունենա, որտեղ դժվար թե կտրուկ կանգ առնի այդ ֆինանսավորումը արդեն պլանավորված ձևով կանգ է առնելու, բայց դա շոկ չի առաջացնի շուկայում, որտեղ դա սպասելի էր։ Հետևաբար ճշգրտումը երևի թե տեղի կունենա աստիճանաբար եւ ոչ առաջին 1-2 տարում, հա, նման պատկերը կարծում նման ձևով է ուրվագծվում։ Տեսեք, ունենք շինարարության աճ 17.2%, սրանք հունվար-հուլիսի նկատմամբ 23% առևտրի շրջանառության աճ եւ համարյա 15% ծառայությունների աճ, բայց 0.5% արդյունաբերական աճ, որում արդյունաբերությունը հունիսին նախորդ հունիսի նկատմամբ նվազել է, հունիսին նվազել է, այսինքն այս կես տոկոս աճն էլ պայմանավորված է նախկինում եղած աճով, այս դիսբալանսը ինչի կարող է բերել։ Դե նախ երևի խոսենք ինչու է այդ իրավիճակը առաջացել։ Մեր արդյունաբերությունը երկու տեսակի շոկ է բացասական իրար վրա ստացել եւ մի տեսակի դրական շոկ։ Դրական շոկը նա է, որ հատկապես Ռուսաստանի Դաշնությունում նոր շուկաներ են բացվել, մեծ պահանջարկի շուկաներ են բացվել եւ որոշ արդյունաբերական կազմակերպություններ իրենց պոտենցիալից ավելի շատ են աշխատում, որպեսզի կարողանան այդ պահանջարկից օգտվել եւ լրացիչ եկամուտներ ստանալ, գուցե նաեւ հետագայի համար իրենց տեղը ամրապնդել այդ շուկաներում։ Հիմա բացասական շոկերը, առաջին բացասական շոկը բնականաբար փոխարժեքն է, որտեղ արդյունաբերությունը արտահանելի ոլորտ է եւ փոխարժեքի
արժևորումը հարվածում է արդյունաբերության մրցունակությանը, հատկապես եվրոպական շուկաներում, որտեղ շատ ավելի մեծ է արժևորման չափը, հա, եթե մենք անցյալ տարի դոլարի նկատմամբ 18%-ով էինք արժևորվել, ապա եվրոյի նկատմամբ գրեթե 40%-ով էինք արժևորվել։ Սա շատ կարևոր շոկ է իրականում արդյունաբերության համար եւ երրորդ շոկը դա հանքարդյունաբերության կրած շոկն է, մի կողմից սոտքի խնդրի պատճառով, հա, մեր սահմանների, այո, սոտքի կանգնելու թեղուտի պատճառով եւ նաեւ մյուս կողմից գների որոշակի նվազման պատճառով, որովհետեւ անցյալ տարի 10-11 հազար բանցի գինը, հիմա 8000-ի շրջանակներում է, 8000-ը եւս բարձր է, որովհետեւ մենք 5000 մեր գնահատվածա, որ նախկինում մեր հանքարդյունաբերողները շահույթով էին աշխատում, եթե գինը 5000-ից վերև էր, բայց փոխարժեքի արժևորումը այս շեմը բարձրացրել է մինչև երևի թե 6-7000, այսինքն ընդհանրապես մարժը մնացել է մոտ $1000 չափով, հա, եթե ասենք 21 թվականին այդ մարժան 22 թվականի սկզբին այդ մարժան մոտ $5000 էր դիցուկ, հա, հիմա $1000 մարժա է մնացել եւ սա եւս արդյունաբերության համար այսպես նվազման ճնշում առաջացնում, այսինքն նման շոկերի է բախվում մեր արդյունաբերությունը։ Մյուս կողմից իհարկե պետք է նշել, որ կառավարության կողմից արդյունաբերության օժանդակության չափերը որոշակիորեն ավելացվել են, տարբեր ծրագրեր կան, լիզինգի, ներմուծման, ֆինանսավորման տարբեր այսպիսի աջակցության ծրագրեր կան, բայց ամեն դեպքում ֆունդամենտալ խնդիրները դեռևս պահպանելով, որ պղնձի արտահանումը հսկայական բաժին է մեր արտահանման մեջ, դժվար է կառավարություն կարողանա այնքան օգնել, որ ինչ որ էական փոփոխություն լինի։ Այո, ես կարծում եմ հանքարդյունաբերությանը օգնել էլ սուբսիդիաներով դա արդարացի չի լինի մեր հարկատուների առաջ, հա, ըստ էության փողը գնալու է դուրս։ Շահույթի տեսքով իհարկե շահույթը, քանի որ մեծ մասը մեր հանքարդյունաբերող կազմակերպությունները օտարերկրյա կապիտալով են, այո, շահույթի տեսքով այն դուրս է գնալու, բայց մյուս կողմից էլ հանքարդյունաբերությունը այնպիսի ոլորտ է, որը ունի արտաքին բացասական էֆեկտներ, ընդերքի շահագործումը, դա այսպես ասած օդի աղտոտման խնդիրները, տարբեր այլ խնդիրներ, այսինքն ինքը բացասական արտաքին ազդեցություն ունի հասարակության վրա եւ բնականաբար հասարակությունից այդ ոլորտը սուբսիդավորել, դա սխալ է եւ չի կիրառվում նման մոտեցում որևէ երկրում։ Այսինքն այստեղ ըստ էության շատ բան անել հնարավոր չի։ Մյուս ոլորտների հետ կապված վերամշակող արդյունաբերությունն է դա հիմնականում վերաբերվում, այստեղ իհարկե պետության միջամտությունը եւ ազդեցությունը շատ կարեւոր է, հենց դրա համար է որ երկրները իրականացնում են արդյունաբերական քաղաքականություն եւ որոշակի ռեսուրսներ են ուղղորդում դեպի այն ոլորտներ, որոնք երկարաժամկետ նշանակություն ունեն եւ այստեղ էլ պետքա լավ աշխատել ու ճիշտ բալանսներ գտնել, թե որ ոլորտներն է, որ մեր համար կարևոր են կարճաժամկետում, որտեղ պետքա ներդրումներ անենք եւ որոնք կարող են երկարաժամկետում օգուտ բերել, այսինքն այստեղ բալանսավորված մոտեցումը անհրաժեշտ եւ պետության միջամտությունը օգտակար է, բայց ամեն դեպքում այն արտաքին շոկերը, որոնք տեղի ունեցել այդ ոլորտի վրա, դժվար է ամբողջությամբ չեզոք հասնել։ Առհասարակ երբ որ բալանսը խախտվում է, դրան միջամտել պետք է, թե պետք է թողնել շուկային ինքը իր ձևով վերադառնա կամ չվերադառնա նույնիսկ։ Դրա վերաբերյալ լուրջ դեբատ կա, նույն փոխարժեքի հարցում։ Օրինակ պետությունը պետք է միջամտի եւ հետ վերադարձնի փոխարժեքի նախկին մակարդակին, թե թողի, որ տնտեսությունը հավասարակշռվի նոր փոխարժեքի մակարդակով։ Այստեղ սրա լուծումը հետեւյալն է, եթե այդ փոխարժեքի փոփոխությունը կամ կառուցվածքի փոփոխությունը տեղի է ունեցել երկարաժամկետ ազդեցությունների պատճառով, օրինակ մի բան է տեղի ունեցել, որը առաջիկայում մեր հետ կմնա եւ չի փոխվի, օրինակ այդ կապիտալի հոսքերը, որոնք եկել են Հայաստան, չեն լքի Հայաստանը, ապա դա ֆունդամենտալ փոփոխություն է եւ դա վերափոխել կառավարությունը չի կարող եւ դրա ուղղությամբ ցանկացած ջանք ի վերջո կփոշիանա։ Ինչպես օրինակ 2014 թվականին, երբ
փոխարժեքը մեր փորձում էր արժեզրկվել եւ կենտրոնական բանկը ինտերվենցիաներ էր լցնում շուկային պահելու համար։ Դա կարողացավ անել 6 ամիս, դա մեր վրա արժեցավ մոտ $5 միլիարդ, բայց փոխարժեքը հետ գնաց իր նախկին մակարդակին, որովհետեւ այստեղ ֆունդամենտալ փոփոխություններ տեղի ունեցել մեր արտաքին միջավայրում։ Տեսանք, որ Ռուսաստանի վրա այդ ազդեցությունը ֆունդամենտալ էր սանկցիաների եւ ռուսական ռուբլին արժեզրկված մնաց, Ռուսաստանի աճը դանդաղեց եւ այլն։ Հիմա նույնիսկ այստեղ, եթե այս ազդեցությունները պերմանենտ են, հարատև են մեր տնտեսության համար, ապա միջամտելը իմաստ չունի եւ ավելորդ ռեսուրսի վատնում կլինի։ Բայց եթե կարճաժամկետ են, խորհուրդ է տրվում այդ շոկը չեզոքացնել, այսինքն օրինակ եթե այդ հոսքերը մենք գիտենք, որ կարճաժամկետ են, պետք է կենտրոնական բանկը շուկայից ավելորդ դոլարը հավաքեր, որպեսզի տնտեսության կառուցվածքը սխալ ուղղությամբ փոփոխությունների չենթարկվեր, հա, այսինքն այդ այսպես ասած շակերտավոր սուտ ազդակին, որ ամեն ինչ փոխվում է, չենթարկվեր ու ինքնա չփոխվեր։ Բայց ներողություն, կենտրոնական բանկը չէ, որ պատասխանատու է տնտեսական բալանսի համար։ Այո, ես դա օրինակի համար եմ ասում, փոխարժեքի օրինակի վրա դա ավելի տեսանելի է, բայց նույնը նաև տնտեսության կառուցվածքի դեպքում, ահա, եթե տնտեսության կառուցվածքն էլ փոփոխվում է ինչ որ հարատև մեզանից դուրս գտնվող հարատև փոփոխությունների արդյունքում, օրինակ դա տեխնոլոգիական գործընթացն է, որը նորարար ոլորտներին ավելի ամրապնդում է եւ այլ ոլորտներ իրենց տեղը զիջում են, ապա չպետք է միջամտի։ Իդեպ այս սխալները բազմաթիվ երկրներ, նույնիսկ Միացյալ Նահանգներն են արել տեխնոլոգիական փոփոխությունների ժամանակաշրջանում, փորձում էին օժանդակել որոշակի ոլորտների, բայց այդ ոլորտները ընդհանրապես վերացան, օրինակ արդյունաբերական կազմակերպություններին, եթե չեմ սխալվում, 50-60-ական թվականներին հսկայական օժանդակություն էին ցույց տալիս որոշ ոլորտների, որոնք տեղը զիջում էին նորարար ոլորտներին, բայց այդպես էլ դա արդյունքի չհասավ եւ դրանք դարձան փոշիացած գումարներ, որովհետեւ կար տեխնոլոգիական process, որը տնտեսության կառուցվածքը փոխում էր։ Այսինքն կարծում դա է պատկերը, որ պետք է հասկանալ, թե որն է այդ ազդեցություններից ավելի տևականը եւ դրա ազդեցություններին, դրա հետևանքներին չփորձել միջամտել, այսինքն չփորձել այդ գետին հակառակ հրել, էլի մեր նավը։ Բայց եթե մենք տեսնում ենք, որ այստեղ ինչ որ կարճաժամկետ ազդեցություններ են, որոնք խեղաթյուրում են ազդակները մեր տնտեսվարողների համար, կեղծ ազդակներ են իրենց տալի, ապա այո, դա պետք է փորձել չեզոքացնել։ Տեսեք, ես մի գործոն ավելացնեմ մեր զրույցին, ենթադրենք մենք թողնում ենք ինքնահոսի կամ ինչպես կուզեք անվանեք, եւ մեր տնտեսությունը շատ է կախվում դրսից, այսինքն Ռուսաստանից հոսքից, զբոսաշրջիկների հոսքից եւ այլն։ Արդյոք Հայաստանի այդպիսի տնտեսությունը adekvat է Հայաստանի քաղաքական տարածաշրջանային իրավիճակին, երբ որ ունենք պատերազմի վտանգ եւ երբ որ գալիս է պատերազմը, գնում են զբոսաշրջիկները, այսինքն ինչ որ պահի կարող ենք զրկվել դրա ասած ֆունդամենտալ փոփոխությունից։ Այո։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, վստահաբար կիսում եմ այդ կարծիքը, որ եթե մենք ունենք մարտահրավերներ, որոնք սուբտնտեսական դաշտից դուրս են, ապա դրանք պետք է նաև առաջին տեղում լինեն, հա։ Նույն Միացյալ Նահանգները պահպանում է վերջին տասնամյակներում պահպանում է իր ռազմական բյուջեն, չնայած ամբողջ աշխարհում դա կրճատում էին։ Եվրոպայում սառը պատերազմի ավարտից հետո ռազմական բյուջեները սկսեցին կրճատել, բայց Միացյալ Նահանգները նման քայլի չգնաց, չնայած որ դրա վերաբերյալ շատ մեծ ճնշում կար եւ դա բնականաբար տնտեսության համար մեծ ռեսուրսներ կգեներացներ տնտեսական զարգացման։ Բացի այդ նույն քաղաքական գործիչները դրանով ավելի շատ սոցիալական խնդիրներ կարող էին խոստանալ լուծել ու այսպես քաղաքական օգուտներ, հա, դրանից գեներացնել։ Բայց դա չարվեց, որտեղ կար այլ այսպես դիտարկումներ, կար այլ հանգամանքներ, որոնք ստիպում էին ԱՄՆ ռազմաքաղաքական իշխանություններին անվտանգությունը առաջին տեղում պահել, հա, այսինքն բոլոր երկրներում աշխարհի հաշվի են առնում այս գործոնները եւ միայն տնտեսական գործոններով որոշումներ կայացնել պետական բյուջեի տնտեսական քաղաքականության վերաբերյալ հնարավոր չէ եւ սա իրականում շատ կարեւոր է եւ հենց օրինակ հենց եկավ ավելի այսպես վտանգավոր շրջանը արդեն Միացյալ Նահանգներում
շատերը կասում են ինչ լավ է, որ մենք չենք գնացել այդ քայլին, չենք իջեցրել ռազմական բյուջեն եւ դա ցույց տվեց, որ ճիշտ մոտեցում էր, որտեղ ի վերջո նորից այսպես այդ հանդարտությունը փոխարինվում է անկայունությամբ եւ լարվածությամբ եւ դրան արձագանքելու համար նորից Եվրոպայում բյուջեները բարձրացնում են, բայց գուցե դա ուշացած է, որովհետեւ դա որոշակի պոտենցիալ է, ռազմական պոտենցիալ է կորցրել, այո, Եվրոպայում։ Դրա համար միանշանակ այդ ռեսուրսները պետք է գնահատվեն, թե ինչքան է անհրաժեշտ եւ այո, նաեւ մենք մեր սոցիալական, տնտեսական զարգացման խնդիրների լուծումները գուցե մի փոքր հետ գցելով, գուցե ինչ որտեղ առաջ գցելով մեր անվտանգային խնդիրները լուծելով, պետք է դրանց վրա շեշտը դարձնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Զրուցում էինք տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ։ Որոնք են հղի կնոջ աշխատանքային իրավունքներն ու արտոնությունները։ Աշխատող կինը գործատուին ներկայացնում է տեղեկանք հղիության մասին։ Գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող կնոջն ազատել աշխատանքից, մինչև հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ավարտը գումարած 1 ամիս։ Հղի կնոջ եւ մինչև 1 տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ։ Անհրաժեշտության դեպքում հղի կինը կարող է բժշկական հետազոտություն անցնել աշխատանքի ժամին։ Արգելվում է հղի կնոջը պարտադրել մեկնել գործուղման, իրականացնել արտաժամյա աշխատանք, հերթապահություն, ներգրավել օրենսդրորեն սահմանված ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում։ Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում գործատուն պարտավոր է կնոջը նրա համաձայնությամբ փոխադրել այլ աշխատանքի կամ տրամադրել լրացուցիչ վճարովի արձակուրդ։ Աշխատող կանանց տրամադրվում է 140 օր արձակուրդ, որից 70-ը հղիության եւ 70-ը ծննդաբերության։ Բարդ ծննդաբերության դեպքում հատկացվում է 155 օր արձակուրդ, որից 70-ը հղիության եւ 85-ը ծննդաբերության։ Միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում տրամադրվում է 180 օր արձակուրդ, որից 70 օրը հղիության, 110 օրը ծննդաբերության։ Նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին, երեխայի կենսաբանական մորը տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև 70 օրական դառնալը։ 2 եւ ավելի երեխայի դեպքում արձակուրդը տրամադրվում է մինչև նորածինների 110 օրական դառնալը։ Երեխայի ծննդից հետո 30 օրվա ընթացքում երեխայի հայրը եւս կարող է հնգօրյա վճարովի արձակուրդ վերցնել։